Վարչապետ Փաշինյանը իր արդեն ավանդույթ դարձած սրտիկն այս անգամ ուղարկել է Ղազախստանից, որտեղ գտնվում է պաշտոնական այցով։ Ղազախստանի նախագահական նստավայրում Ակորդա պալատում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Կասիմ Ժոմարթ Տոկաևը, որտեղ միմյանց շնորհակալություն են հայտնել, գովասանքի խոսքեր փոխանակել եւ ընդգծել հայ-ղազախական հարաբերությունների կարեւորությունը։ Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն, եւս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ ողջունել Ղազախստան։ Երևանն ու Աստանան ստորագրում են փաստաթուղթ, որով երկու երկրների հարաբերությունները պաշտոնապես վեր են բարձրացվում ռազմական գործընկերության մակարդակի։ Ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, հարաբերությունների դինամիկ զարգացման նախադրյալները ձևավորվել էին դեռ անցյալ տարի Ղազախստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում։ Սա իսկապես շատ գործնական եւ ռազմավարական գործընկերություն է եւ համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք եւ ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը եւ ձեր կողմից հյուրընկալվելը։ Կասիմ Ժոմարթ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին հանձնեց Ղազախստանի բարձրագույն պարգևը՝ ոսկե արծիվ շքանշանը, նրան անվանելով իրական համազգային առաջնորդ։ Փաշինյանը ընդունելով պարգևը նշեց, որ դա հարգանքի տուրք է ողջ հայ ժողովրդին։ Բանակցություններից ու փաստաթղթերի ստորագրումից հետո Փաշինյանը եւ Տոկաևը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի ու Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության բարձր մակարդակի, ինքնիշխան հավասարության եւ փոխշահավետության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։ Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցել ԵԱՏՄ շրջանակում եւ պաշտպանության ոլորտում։ Այցը զերծ չմնաց նաեւ մշակութային եւ ոչ պաշտոնական դրվագներից։ Աստանայի փողոցներից մեկը կոչվեց Մեսրոպ Մաշտոցի անունով՝ ի պատասխան Երևանում Աբայ Կունանբաևի անվան պուրակի բացման։ За такой прием. Спасибо большое. Ղազախստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև Փաշինյանի սրտիկներին եւ կատակեց, որ յուրաքանչյուր մարդ իր վայբն ունի։ У человека есть, как говорите, вайб. Յուրաքանչյուր մարդ իր յուրահատուկ վայբն ունի եւ Փաշինյանն էլ բացառություն չէ։ Սակայն այցի գլխավոր ինտրիգը բացահայտեց ղազախական կողմը։ Ղազախստանի փոխվարչապետ էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումարգարինը հայտարարեց մի ծրագրի մասին։ Աստանան ցանկանում է Հայաստանի տարածքով դուրս գալ դեպի Թուրքիա։ Սա հստակ ազդակ է, որ միջին միջանցքի զարգացման գործում Հայաստանը դիտարկվում է որպես առանցքային օղակ, շրջանցելով կամ լրացնելով վրացական երթուղիները։ Հիմա մենք գնում ենք Ադրբեջանի միջանցքով դեպի Վրաստան, դեպի Սևծովյան նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա դուրս գալ Նախիջևան եւ այնտեղից անմիջապես Թուրքիա, դեպի նրա ծովային նավահանգիստները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նոր լոգիստիկ լուծումներն ուղղակիորեն ազդում են շուկայական գների վրա, առնվազն զսպելով դրանց աճը եւ ստեղծելով ավելի կայուն առևտրային միջավայր։ Տարանցիկ ներուժ ըստ նրա շատ մեծ է։ Այլընտրանքային լոգիստիկ ուղիների ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ միջազգային առևտրում հենց լոգիստիկ ծախսերն են մեծ դեր խաղում ապրանքների մրցունակության հարցում։ Այդ իմաստով Ղազախստանի այդ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս։ Սերիկ Ժումարգարինը նշել է, որ օրակարգում նաև Ղազախստանի եւ Հայաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման հարցն է։ Ըստ նրա Երևանի օդանավակայանում ծառայությունները շատ թանկ են եւ այժմ քննարկվում են սուբսիդավորման տարբերակները։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ղազախստանի վարչապետի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հետ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։